Ով կարող է։ Հարցում եմ կարող եք որևէ այդպես վարվել։ Չեմ կարող պնդել ձեր ասածը, բայց ընտրությունների միջոցով ձևավորվում է կառավարություն, ազգային ժողով եւ ազգային ժողովն ու կառավարությունը իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնում են Հայաստանում կառավարում, իսկ մնացածը ինչը դուք ասում եք, դա թող մնա ձեր կարծիքը։ Այսինքն Փաշինյանի լիազորությունների մեջ մտնում է կաթողիկոսի որոշումը առողջի ճանաչել։ Վարչապետը ինքը չի որոշում ու այդպես անում, ինքը արտահայտում է իր դիրքորոշումը, իր կարծիքը։ Ինչ որտեղ որոշում տեսել եք վարչապետի։ Դե տեսեք, պարոն Սարգսյան, վարչապետն ասում է, որ կաթողիկոսի կայացրած որոշումները մեզ համար առ ոչինչ են, եւ դա հակասահմանադրական է համարվում։ Ինչպես։ Ասում է որոշումը կայացվել ոչինչ համարելու։ Հա, վարչապետը փաստաթուղթ կա, որ չէ, հրապարակավ հայտարարում է, որ հրապարակավ դիրքորոշումը արտահայտում վարչապետը։ Բոլորս կարող են դիրքորոշում։ Բայց դա սահմանադրության խախտում չի, որովհետև եկեղեցու եւ պետության կառավարումները անկախ են իրարից։ Այո, անկախ են, բայց եկեղեցին ինչի է խառնվում պետության գործերին, ինչի է քաղաքական հայտարարություններ անում։ Կաթողիկոսը կառավարության որոշում է ստորագրել։ Չէ։ Խառնվում է պետական կառավարման գործերին, հայտարարություններ են անում քաղաքական, այսինքն եկեղեցուն կարելի է խառնվել, հա։ Այդ հարցերը ինչի իրենց չեք տալիս։ Չէ, տեսեք, օրինակ կաթողիկոսը չի ասում, երբ որ Նիկոլ Փաշինյանը նախարար է նշանակում կամ փոխնախարար, կաթողիկոսը չի հայտարարում, որ մենք տվյալ անձին չենք ճանաչում փոխնախարար կամ պաշտոնից ազատված նախարարին չի ասում, որ մեզ համար դուք դեռ, չգիտեմ, օրինակ ֆինանսների նախարար եք, բայց այս դեպքում կաթողիկոսը որոշում է կայացրել իր ենթակայությամբ գործող կառույցում թեմի առաջնորդ փոխել, եւ դուք ասում եք, որ մենք դա չենք ճանաչում։ Մենք նախ չենք ճանաչում իրեն որպես կաթողիկոս։ Եվ դրանից բխող ցանկացած իր գործողությունները, բայց հարցին հələ դեռ չի պատասխանել, թողեք պատասխանի, հետո կխանգարեք։ Տեսեք, մենք որպես Մասյացուտն թեմի հետևորդներ, ես որպես Արարատի մարզի բնակիչ, ես ընդունում եմ մեր թեմի առաջնորդին եւ չեմ ընդունում այն որոշումը, որը որ արձակել է Կտրիչ Ներսիսյանը եւ այդ որոշումից բխող հետևանքները։ Այսքանով ինձ թվում է իմ դիրքորոշումը ու կարծիքը սպառիչ է։ Չէ, վարչապետը դուք քանի որ հանրային պաշտոններ եք զբաղեցնում, ձեր այս դիրքորոշումները նախ եւ առաջ իշխանության ներկայացուցչի, հա, գործողություններ են կալվում եւ ասում են, որ սա ազդեցություն է, միջամտություն է եկեղեցու կառավարմանը, պարոն Սարգսյան։ Մենք որևէ միջամտություն որպես այդպիսին չենք անում, որովհետև մենք չունենք այդ լիազորությունները։ Ես որպես համայնքի ղեկավար եկեղեցու որևէ ինչ որ թեկուզ մեր մոտի վերի եկեղեցու գործերին միջամտելու։ Նույնն էլ վարչապետը արտահայտում է իր կարծիքը, իր դիրքորոշումը։ Այսինքն եթե մենք ասում ենք, այս մարդը մեզ համար կաթողիկոս չի, իր ցանկացած արած գործողություն եւ որոշում մեզ համար ընդունելի չի։ Այսքանն է, դրանից ավել որևէ բան չի ասվում։ Հիմա որ Նիկոլ Փաշինյանի ենթականերից մեկին ազատի աշխատանքից օրինակում կաթողիկոսը կարող է ասել Նիկոլ Փաշինյանի որոշումը մեզ համար առողջինչ է կամ որևէ այլ քաղաքացի։ Կոնկրետ ձեր կողմից ընդունված կաթողիկոսը որևէ Հայաստանում process-ի հետ կապված կարող է որևէ կարծիք չարտահայտել, որովհետև իր կարծիքը որևէ մեկից հետաքրքիր չի բացարձակ։ Պարոն Սարգսյան, երբ ձեզ միանում են հոգևորականներ, այդ հոգևորականներին եւս օծել է ձեր ասած որոշմամբ են նրանք դարձել բարենորոգման օրակարգին են միանում, մեզ չեն միանում, ես որպես
քաղաքական մարդ, եթե ասենք հոգևորականները միանում են մեզ, կարելի է ավելի Նրանց գրառումներում հստակ է կոշտ ասել, այդ հոգևորականները միանում են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այո, ձեզ են միանում, չէ, մեզ չեն միանում, եկեղեցու բարենորոգման օրակարգին են միանում, հայտարարվել է, ճանապարհային քարտեզը հրապարակվել է, իրենք միանում են այդ օրակարգին։ Սարգսյան, մի ճշտող հարցը նախ ինչու՞ չեք տեսել Նիկոլ Փաշինյանին եւ չեք գնացել այլ եկեղեցի համոզելու քահանաներին, որպեսզի զեղչեն հրապարակը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը վերես ասել է, որ գնալու չի հայտարարել եւ կոչ դարել, որպեսզի թե քիմակիցները թե աջակիցները գնան այլ եկեղեցի համոզելու։ Օրինակ ինչու՞ չեք տեսել Նիկոլ Փաշինյանին եւ չեք գնացել օրինակ հենց ձեր համայնքում համոզելու ինչ։ Մեր համայնքից երկու հոգևորական միացել են այս օրակարգին։ Դուք եք համոզել։ Սուրբ Կարապետի վարդապետը Տեր Արիստակեսն է միացել եւ Տեր Դանիելն է միացել։ Դուք եք համոզել։ Չէ, չենք համոզել։ Մեր այսպես ասած հոգևորականները, ովքեր որ գիտեն մեր դիրքորոշումը, միգուցե իրենք էլ դրան անսալով հետևում են վարչապետի հորդորին կամ իր առաջարկին եւ միանում են այս պայմանավորման օրակարգին։ Սարգսյան եւ մի ճշտող հարց, քանի որ 3 վերի համայնքի մի քանի վարչական ղեկավարներ այստեղ են։ Ինչով է պայմանավորված դա, ինչպես կբացատրեք եւ այսօր էլ օրինակ վեդից ինչ-որ կոլեկտիվներ են գալիս այդ գերություններից դուք կապում եք դրա հետ, թե Ես ուղիղ ասեմ, որևէ մեկին որևէ հրահանգ չի եղել, քիչ առաջ ձեր գործընկերներ մի քիչ հեռու կպահեք ուղղակի։ Ինքան անվնաս են դրա։ Անվնաս է, չէ՞։ Շատ։ Մարդիկ իրենց ցանկությունն են արտահայտում, մարդիկ գալիս են, մասնակցում են պատարակներ։ Որևէ մեկին ստիպողաբար չես կարող բերել իր կամքին հակառակ մասնակցելու որևէ process-ի։ Դա միանշանակ է, կարող եք բոլորին հարցնել։ Ու ով որ վեդից կճանաչեք, մոտեցեք հարցրեք։ Ձեր համայնքի ղեկավարը ձեզ ստիպողաբար ինչ որ բան ասել է կամ հրահանգել է, մոտեցեք հարցրեք մարդկանց։ Ցավոք Հայաստանում դեռ են տրամադրությունները, են իրավիճակը միջավայրը չի, որ երբ որ վերադասը ճնշի աշխատողին եւ նա ազատորեն կարողանա այդ մասին խոսել եւ աշխատանքը չկորցնել։ Մենք հենց դա ուզել ենք, որ հենց այդպես լինի, որ Դե ասում եմ այդպես չէ հիմա։ Ով է ասում։ այսինքն միտքն այ որ Աշխատակիցները Մոտեցեք աշխատակիցներին հարցրեք։ Դե դեմ ասում եմ միջավայրում չենք ապրում, որ ազատորեն ասեն, գիտեք ինձ ինչ ստիպել են եւ ստիպողաբար եկել են։ Եթե մարդիկ ստիպված եկած լինեն, դրա մասին նաև կարտահայտվեն։ Հաստատ դուք կարող եք ձեր գործունեության արդյունքում գտնել այդպիսի մարդկանց։ Փնտրեք, միգուցե կգտնեք մի հատ տենց նյութ։ Դուք չեք բացառում, այսինքն որ այդպիսի մարդիկ այստեղ կան, ուղղակի պետք է փնտրել եւ գտնել։ Փնտրեք, գտեք։ Իմ մոտ վեդի համայնքից որևէ մեկը ստիպողաբար այստեղ չի վերվել։ Ես չեմ կարող որևէ գործարարի կամ տնտեսվարողի աշխատակցի հետ կապված։ Ես ասում եմ վեդի համայնքի բնակիչ, որը կասի, որ իմ հորդորով կամ իմ պահանջով է եկել այստեղ, նման բան չի կարող լինել։ Պարոն Թևոնյան, բարև ձեզ։ Լավ, ջան, կներեք հարցադրույց չեմ տալիս մրցածումների նորություն հետո։ Բայց այստեղ գալով ավելի Հա, շատ լավ, ես ցավոք։ Մի քիչ հետ կանգնեք, որ պատմեմ։
երկար չեմ կարող կանգնել։ Բա ինչու եք եկել։ Ինչ անեմ, հիմա պահանջվել ասենց պետք է գամ որպես աշխատող։ Պահանջել։ Կոմունալի աշխատող եմ, պահանջվել եմ, մենք եկել ենք։ Որտեղ եք աշխատում։ Վեդի կոմունալում։ Ով պահանջեց։ Պահանջել չէ, դե գալիս ենք էդի Չէ, ասեցիք պահանջ։ պետք է գան կատարենք։ Էդի դե չի։ Ոչ չգայիք Այդ կարող։ առանձնիկ չեք գալիս։ Չենք եկել մենք։ Вообще տարապետ ես չեմ մասնակցել այս բաներին, ես առաջին անգամ եմ մասնակցել։ Կներեք, ոչ չգայիք ինչ կլիներ։ Որ չգայինք չեր լինի։ Պահանջը ինչպես Պահանջը ձևակերպվեց։ չէ, էդի պահանջը չի դա նշանակում է որ մենք մեր եկեղեցիական պարտքն է պետք է գանք գնանք։ Չի նշանակում որ դա ինչ որ մի հարց է, բայց մենք Բայց ասելուց հետո եք կատարում եկեղեցիական պարտքը, մինչև այդ չեք գնա։ Իսկ ով առաջարկեց որ գաք։ Էդի ոչ մեկ չի առաջարկել, էդի ես իմ համար եմ եկել։ Ոչ մեկի համար չեմ եկել, ես որ Իսկ շատ են կոմունալի աշխատակիցներ եկել։ Շատ են եկել, ես նոր եմ եկել, ես էլ հիվանդանոցից եմ եկել, հիմա նորից պետք է հետ գնամ հիվանդանոց։ Այսինքն ձեզ ասել են հիվանդանոցից ելեք արեք, հա։ Ես դուրս եմ գրվել հիվանդանոցից, եկել եմ տուն, նոր եկել եմ ստե։ Իմը սանես չի, որ ես իրանք ընձի ասեն, բան ասեն, ես ուզեցել եմ եկել։ Շատ գործընկերների տեսակ այստեղ։ Այո։ Միայն կոմունալից թե այլ ծառայություն։ Չէ, նույն աշխատողներից։ Վեդի։ Այո։ Հաճախ են Վեդի համայնքից գալիս այստեղ պատարակի։ Դա էդի ես առաջի անգամ եմ գալիս, ես չեմ կարող դեզ ասել ինչ որ բանա։ Ամեն մարդ իր հարգանքի տուրքը ունի, գալիս գնում է ամեն մարդ իր համար է։ Ձեզ հավատում եմ, էդի ինետ ես իմ հարց չի որ ձեզ ասել դու գիտեք որ հիմա ամեն ինչը ասելով չի։ Մարդիկ գալիս են գնում են իրանց հարգանքի տուրքը ունենալ։ Կոմունալ բաժնում չեք աշխատում։ Ես այդքան բան կարող ասեմ։ Դուք ինչ նպատակով եք եկել։ Բայց օրինակ ինչ եք խուսափում։ Մասիս համայնքից եք դուք։ Կազես չի հետաքրքրում։ Դե եթե հարցնում է հետաքրքրում է։ Դուք մեզ ընդհանրապես չեք հետաքրքրում։ Հատկապես թիժարոտ այստեղ ասեցին, որ իրենց ասել են։ Հատկապես դուք մեզի չեք հետաքրքրում, այդքան բան։ Բայց եկել եք եկեղեցու բա գուցե մի քիչ ձեզ քրիստոնյայի դիրքերից դրսևորեք էլի թե տեղյակ չեք քրիստոնեությունն ինչ է ասում։ Դու առաջնորդս չի խաչակ ընկվում, դու եկել եք ստե ինչի՞։ Այմես Ինչ եք կարծում, այս ամեն ինչը ոնց կավարտվի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը կդադարի, լավ դա նկատի ունեք։ Ո՞րն է ձեր համար լավը։ Եթե ստեղ եմ, ուրեմն լավալ է։ Ուզում եք կաթողիկոսը հեռանա։ Աղուց պիտի հեռանա։ Ինչի։ Նայեք ինչ պատճառով եք կարծում որ նա պետք է հեռանա։ Այնքան պատճառ կա։ Շատ պատճառ կա։ Շատ։ Ձեզ ինչն է անհանգստացնում։ Հիմա ինչ կայնեմ ասեմ ես ստեղ։ Դուք չգիտեք։ Դուք ըստ լավ գիտեք։ Չի։ Բայց հիմա քննադատում են Նիկոլ Փաշինյանին, ասում են միջամտում է եկեղեցու։ Դեմոկրատիա թող քննադատեն, ինչ է։ Ասում են մինչև 15 տարվա ազատազրկում է սպասվում էս եկեղեցու հարցերին միջամտելու։ 100 տարի էլ դատեն։ Ինչ արել որ 15 տարի դատել։ Կարակ ասեք։ Դա ասում են միջամտել է եկեղեցու կառավարման։ Բա որ եկեղեցիներ միջամտում մտնում քաղաքականության մեջ։ Բեն վաղտի չի ասում։ Բասի, ցեն ամի։ Մարտի մեկին ջարդեցին ժողովրդին, բայց դու կաթողիկոս ինչի չէ լավ ասա։ Էս ինչ է կա։ Հարց եմ տալիս ես։ Կաթողիկոսը 2008 թվականի նախագահական ընտրությունները ջարդեցին ուղղակի ժողովրդին։ Գտուղել էր խոսար։ Ճիշտ եմ ասում։ Այս ռոմանսը թե չէ Նիկոլ է խառնում։ Նիկոլն ինչ կապ ունի սրա։ Ոչ մի կապ չի։ Ինքն է կազմում նախաձեռնել ոնց կապ Լավ չի։ արը, շատ լավ արը։ Շատ լավ արը։ Դուք կարծում եք ի վերջո կհասնի Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի հրաժարականին։ Կհասնի։
անպայման կասի։ Անպայման։ Այդ օրը ընտրվել է Կտրիշներսյան հերիքա, որ ինքը ճանաչի ոչ լեգիտիմ։ Հասկացաք։ Բայց օրը ինչ կապ ունի։ Դե շատ մեծ կապ ունի, շատ մեծ կապ։ Արիք ջան, ես քեզ շատ եմ լսում, բայց մեկ-մեկ ինձ հարցեր ես տալի, որ ուղղակի չի մտնում տրամաբանության մեջ։ Պետք չի էլի տենց։ Դուք մասից եք։ Ասից եմ, հա։ Հիմա թեմի առաջնորդին կաթողիկոսը փոխել է։ Ինչ կարծիք ունեք։ Եմ ստեղ ենք ուրեմն կարծիքը մնում այն կարծիքին, որը պիտի չփոխի։ Բայց տեսեք, ինքը հայ առաքելական եկեղեցու առաջնորդը, հիմա ոնց որ Նիկոլ Փաշինյանը որոշի մի նախարարի ազատել աշխատանքից ու ասեն, չէ, շարունակում է այդ մարդը մեր համար նախարար մնալ։ Նարեկ ջան, առաջինը խախտել է եկեղեցին։ Եկեղեցին իր շրջանակներից դուրս է եկել։ Կապ չունի ստե Նիկոլ Փաշինյանը ուզում ալի։ Եթե անկապ Սերժ Սարգսյանն լիներ, ես կողմնակից կլինեի կարող։ Նիկոլ Փաշինյանը ինչ կապ ունի ստե։ Եկեղեցին մտել է քաղաքականության մեջ վերջ, որ դրա իրավունքը չունի։ Ունի դրա իրավունքը։ Մկասեք ունի, չէ՞։ Չունի, չէ՞։ Բախյամը դե։ Ես նորից եմ ասում, որտեղ էր Կտրիշներսյան 2008 թվականին։ Որտեղ էր ինքը։ Որտեղ էր 2004 թվականին։ Դե գնաց Լևոն Տեր-Պետրոսյանի տուն չընդունեց Լևոն Տեր-Պետրոսյան։ Չէ՞ ինչ 2004 թվականին ինքը որտեղ էր։ 2004 թվականի ապրիլի 12-ին ինքը որտեղ էր։ Ինքը, ո՞նց եմ ասում, իրանք պաշտպանում են ռուսական շահ։ Շահ, ռուսական շահը ստե պաշտպանում։ Ռուսները ինչ ասում է, այն էլ անում է։ Հիմա այսքան ժողովուրդ որ հավաքվել է, հիմա չի որ հավաքվել է, մի բան կա չէ որ հավաքվել է։ Ճիշտ եմ ասում։ Իր աջակիցները քահանաներին խնդրեն նորեն վեհապար հայրապետյանը զերծել։ Դուք կխնդրեք քահանաներին, որ վեհապարի անունը չտամբարարակի։ Ես այդ գործով չեմ զբաղվում։ Ներողություն, դուք որտեղից եք եկել։ Ես Վեդից եմ։ Վեդից որտեղ եք աշխատում։ Վեդյալկոմ եմ աշխատում։ Ոնց եք եկել։ Օրինակ խոսակցություններ կան, որ ասում են ավտոբուսներով, որպեսզի կոլեկտիվը բոլորը միասին գան։ Դուք էլ եք ավտոբուսով։ Ոչ, բա։ Գյուղացիներով մենք եկել ենք։ Կա հիմա այստեղից Վեդի գնացող ավտոբուս, եթե ուզեմ գամ Վեդի կկարենամ ձեր հետ գամ Վեդի։ Դե մենք ավտոներով ենք եկել, չգիտեմ։ Ավտոբուսներով մեքենաներով այստեղ։ Չէ, մեր անձնական է։ Ձեր գործընկերները Մեր ծանոթ շատ մարդիկ կան։ Չէ, գործընկերներից ես երկու հոգով ենք գործընկերները, բայց մնացած կանայք էլ կային, բայց որ էլի ասացին պետք է ալկոհից եկել են։ Դե ես իմ ընկերների հետ ոնց ենք եկել։ Իսկ հիմա այստեղից նորից պիտի գնաք աշխատանքի, թե այսօր ձեր հանգստյան օրն է։ Չէ, հանգստյան օրն է, եկել ենք պատարակի։ Առաջին անգամ եք այստեղ պատարակի գալիս։ Չէ։ Վեդից միշտ գալիս եք այստեղ։ Չէ, առաջին անգամ չի, 3-4 անգամ եկել ենք։ Դուք ինչ կարծիք ունեք այս գործընթացի վերաբերյալ։ Որ գործընթացի։ Նիկոլ Փաշինյանը որ նախաձեռնել է։ Ես ուշացած եմ մի քիչ, իմ կարծիքով շուտ պետք է անել, որովհետև 4 կողմը որ նայում ես, լրիվ աղանդավորներ են։ Այդ աղանդավորների առաջացած բանը հիմնական ես մեղադրում եմ Կարաքին երկրորդին։ Օրինակ ինչի համար ասենք Մասիսում հիմնական եկեղեցուց բացի նաև կան ուրիշ եկեղեցիներ, որտեղ մարդիկ ավելի երես շատ են գնում, քան այստեղ։ Դրա մեղավորներից մեկը հենց ինքն է, որտեղ մարդիկ հեռանում են, տեսնում որ եկեղեցում ինչ է կատարում, իրանք չեն հավատում, գնում են։ Օրինակ անձամբ ես ինձ էլ է պատահել, եկել եմ այստեղ, ինչ-որ մի եկեղեցականների հարցեր եմ տվել, ասել եմ ավելի լավ է չպատասխանեմ, չգնամ այդ հարցերին։ Դրա համար ասենք իմ կարծիքով մի քիչ շուտ պետք է հեռանա, որտեղ ինքն էս բաներ անում, որ ասենք ոնց որ ասած, ժողովրդի հետ չի շփվում, չի գալիս դուրս, որ մարդիկ իրան հարցեր տան, հարցեր առաջանում, օրինակի համար իմ կարծիքով էս օրինակի համար իրան որ կուսակերության ուխտի խախտում մասին խոսում են, օրինակ այդ մեծ հանցանք չի, ինք ավելի մեծ հանցանքներ ունի, որի մասին չգիտեմ ինչի չեն խոսում, ինչի չեն ասում, օրինակի համար ինչի չեն խոսում, որ Գեղարդից կտրելա մեր Հայաստանի
դա հարստությունն է, մեր սրբությունն է, ինչ իրավունքով ինքը միազնավորոշել է, որ այդտեղից մի քիչ կտրի, պետք է ուղարկի ռուսական ինչ-որ մի գուբերնատորի։ Բայց հենց դրա մասին ինչի չեն խոսում, թող դրա մասին խոսան ու դրա վերաբերյալ իրան դիմեն մեր ածեն գնացին չես ես արել, որ իրան տատեն, որտեղ ինք հանցագործ է, այդպես է դուրս գալիս։ Ինչի համար դատեն։ Որ առանց բանին չեն, առանց ժողովրդին այդ հանրային քննարկման ենթարկվելու, առանց ժողովրդին հարցնելու եղարտից ինչ-որ մի մաս ուրիշին է տալիս, դա ցերպությունն է մեր։ Ինչի՞ է ցերպությունը առանց մեզ հարցնելու, ժողովրդին հարցնելու ինքը միազան որոշում անում, որ տալիս է ուրիշին։ Օրինակի համար հիմա որ վերցնենք, ասում են Երուսաղեմում գովերի պարտեզի հետ ինքը գործ չունի, այդպես են ասում, որտեղ Երուսաղեմը իրան չի պատկանում, բայց եթե իրան չի պատկանում, ինչի Շվեյցարիայի այդ թեմի առաջնորդը երբ որ միացավ 10 եգիպտոսներին, բանը Երուսաղեմի պատվիրակը իրան վախեցրեց, որ ասեց հերու գեցի։ Ուրեմն նրա հետ կապ ունի, թող հետաքննեն են այդ բաները, ինչի չեն հետաքննում։ Մասնակցում եք պատարագին։ Բա ինչ եք եկել։ Կներեք, մասնակցում եք պատարագին։ Հա? Պատարագին մասնակցում եք։ Բարև ձեզ։ Կներեք, մասնակցում եք պատարագին։ Ոչ միայն խոսքի, այլ նաև բժշկության։ Բարև ձեզ։ Կներեք, պատարագին եք մասնակցում։ Այո։ Իսկ ինչու չեք եկեղեցի ինչու չեք մտնում։ Տեղ կա մտնելու նարեկ։ Չկա։ Ինչ եք կարծում Նիկոլ Փաշինյանի կհաջողի հասնել։ Անպայման ժողովրդին կհաջողի։ Բայց կաթողիկոսը ասում է ես շարունակելու եմ մնալ։ Կաթողիկոս դրա համար է կաթողիկոս, հիմա համար կաթողիկոս։ Ինչա ժողովուրդը ինչա։ Որպես քաղաքացի ով եկել է մասնակցելու պատարագի, մենք էլ լուսաբանում ենք։ Բայց ցավոտ տանեմ, գնա ուրիշին մի հատ գնա։ Էջ միացին այդ հարցերը դուր կգաս ընձեր կտաս։ Ձեզ որպես քաղաքացի ով եկել է մասնակցելու պատարագի։ Տեսնում ենք, որ ընկերներով են եկել ինքանություն, դուք ում հետ եք եկել, օրինակ, ես ում հետ եք եկել։ մենակ եմ եկել։ Որտեղից։ Քեզ։ Քեզ։ Չեք գախնի։ Մասս եմ եկել։ Հաճախ եք գալիս այս եկեղեցի պատարագի մասնակցություն։ Հաճախ։ Եվ որ թեմի առաջնորդին փոխեց կաթողիկոսը, ինչ կարծիք ունեք։ Ժողովուրդը կհամախմբի։ Նոր թեմի առաջնորդի։ Արի գնացեք ձեզ պահում, ոնց որ դու ես երկիրը չեք իմանում, որ այդ կաթողիկոսը որ կա, այդ տերդերները որ կան, սաղ մաֆիա է, ինչ եք ուզում, չփոխեք այդ մաֆիան։ Ինչ մաֆիա։ Ինչ ոյ քորեսի զարմանալ ես, տեղյակ չեք, հա։ Ինչի համար եք մտահոգված։ Մտահոգված ենք մեր ապագայի համար, մեր երեխեքի ապագայի համար։ Մենք այսօր ստեղ ենք ֆիզիկապես ես համարում, որ պետք է ներկայանանք։ Ժողովրդի երևի 60%-ը 70 մինչև անգամ կողմա այս ամեն ինչին։ Կնեք ոնց է չափել։ Չափել գիտես ինչ, արդեն 45 տարեկան ես տղա եմ, ես այդ ամեն ինչը տեսել եմ, ես այդ ամեն ինչը մեջով անցել եմ։ Այն տարիները, որ մենք ապրել ենք, այսօր մեզ ուղեցիցա, որ չենք ուզում էլ նման բանի, նման կարգերը դեռ գոյատև են։ Շատ մաքրելու բան կա, ցածերն էլ կա, գյուղերում էլ կա, մարդիկ կան շուտ ճամբարներ են փոխում ու էլի խանգարում են այս ամեն ինչին։ Երբ մենք արձակում ենք մեկ մարդուն մեկ ընտանիք հանում մեր երեխեքի ապագայի համար ենք անում։ մեկ սիրտ Մենք բոլորի մեր հայ ազգի ապագայի համար ենք անում։ Մենք լավ վատից տարբերում ենք։ Դուք ձեր համար ունեք հարցի պատասխանը, ինչու եք միացել այս գործընթացին, ինչու պետք է կաթողիկոսը հեռանա։ Գիտեք ինչ, այսօր կառավարությունը մեր կառավարության քայլերը այնքան տեսանելի են։ Հանմատում ենք, չէ՞, մենք հանմատում ենք անցյալը, անցյալի վարքերը, անցյալի մարդիկ, անցյալի դրսից ներդրված մարդիկ, հա մեզ ուրիշ կյանքով են պահում, հա, նեղության մեջ, անարդարություններ, մենք քիչ ազգ ենք, մենք պետք է հզորանանք, մենք պետք է միասնական լինենք, բայց այդ միասնականությունը չկա։ Գիտեք ինչ, կաթողիկոսին փոխելով կաթողիկոսի վարքը, ինչպես ասում են,
առանց գրակ ծուխ չի ելնում, հա։ Մարդիկ սաղ ճանաչում են, մարդիկ տեսել են, ականատես են եղել, լսել են ականջներով, աչքերով տեսել են։ Ես համարում եմ այս գործողությունը ճիշտ։ Եվ համարում եմ, որ ֆիզիկապես պետք է ներկա լինեմ ես։ Պարոն Փաշինյան, խնդրում եք։ Աստված օգնական Սրբազան, ինչպես կմեկնաբանեք ձեզ պաշտոնանկ անելու կաթողիկոսի որոշումը։ Մենք երեք հայտարարություն ենք տարածել 10 եպիսկոպոսներով Հայաստանի Արաքելական Սուրբ եկեղեցու բարեկարգման հանձնաժողովով։ Դուք չեք պատրաստվում առաջնորդանից հեռանալ։ Մենք ասացինք տարածել ենք հայտարարություն, որտեղ նշված է, որ որևէ տնօրինություն, որևէ կոնդակ, որևէ որոշում լինի ժողովական կամ անհատական չենք համարում լեգիտիմ եւ կարծում եմ նաեւ տեղյակ եք Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարությանը, որ լեգիտիմ չէ կաթողիկոսի աթոռը զբաղեցնողի որևէ որոշում։ Բայց վարչապետն ինչ կապ ունի, ախր դուք դա լավ գիտեք, չէ՞ Սրբազան, եկեղեցին առանձին է կառավարվում։ Մենք վարչապետը իբրև պետության ղեկավար, իսկ մենք 10 եպիսկոպոսներով Հայաստանի Արաքելական Սուրբ եկեղեցու բարեկարգման հանձնաժողովի անունից տարածել ենք հայտարարություն։ Եվ Մայրաթորի հայտարարության մեջ նշվում է, որ դուք ճնշել եք թեմի եկեղեցականներին, ինչ-որ բան եք պարտադրել, սա ինչպես կմեկնաբանեք, ինչի մասին է խոսքը։ Կեղծիք, Մայրաթորի կողմից տարածվող հերթական կեղծիք, այդպես կմեկնաբանեմ։ Եվ Սրբազան, հիշարժան են դառնում են տեսանյութերը, որտեղ դուք նայում եք ոստիկաններին, ասում եք ում եք ծառայում, ես ինչ եք անում, երբ որ Մայրաթոր էին մտել։ Հիմա ինչ փոխվեց։ Չգիտե ինչ է կատարվում։ Երբ որ իմացա ինչ է կատարվում, երբ որ իմացա, որ հայ եկեղեցին դարձրել են գործիք, ոչ միայն հասկացա, արդեն որոշ տևական ժամանակ այդ կասկածը, այդ անվստահություն ունեի, որ մենք դարձել ենք կցորդ քաղաքական ուժերի ներքին, եւ երբ որ հասկացանք նաեւ, որ դա արտաքին թելադրանքով է, որ 5 տարի հայոց եկեղեցին տարապում է ուղղակի անհասկանալի կերպով քաշված լինելով քաղաքական կյանքում, որը երբևէ չի եղել, չենք ունեցել մենք պատմականորեն նման նախադեպք։ Հայ եկեղեցին երբևէ սեփական պետության դեմ չի պայքարել։ Մենք ունեցել ենք շրջան գրեթե 1000 տարի, երբ հայ հողի վրա չենք ունեցել պետականություն, եւ հայ եկեղեցին ամեն ինչ արել է հանուն պետականության, հանուն այդ տեսիլքի, հանուն այդ երազանքի։ Այսօր ունենք պետություն եւ պայքարում ենք սեփական պետության դեմ։ Ես չեմ կարող կիսել կաթողիկոսի աթոռը զբաղեցնողի հայացքները։ Բայց ասում եմ, կներեք, լսեք։ Ուրեմն մենք ուխտ ենք արել, որ պիտի պաշտպանենք, ես իբրև եկեղեցու հոգևորական ուխտ եմ արել, որ պիտի հավատարիմ մնալ հայ եկեղեցու վարչապետությանը։ Այս խնդիրը սկսեց այնտեղից, երբ որ հրապարակվեցին
Արշակ arczepiskopos-ի վերաբերյալ անպարկեշտ բնույթի տեսանյութեր, խոսքը սկանդալի մասին է եւ կաթողիկոսը տևականորեն քայլեր չձեռնարկեց եւ դիրքորոշում հայտնելու։ Փորձակնությունն էլ անտեսեց, մեր խնդրանքները, մեր հորդորները լրիվ անտեսեց։ Ես ուխտ եմ արել հայ եկեղեցու հավատքը պաշտպանելու, այստեղ իմ հավատքը աղավաղված է։ Կաթողիկոսը այլ խոսքով ասած շեղված է ուղիղ վարդապետությունից։ Մյուսը, մեր ուխտը վերաբերում է նաև մեր պետականությանը, մեր հայրենիքին։ Ես չեմ կարող կիսել օտար երկրի շահերին ծառայելու իր ընթացքը։ Դուք տեղեկություն ունեք, որ կաթողիկոսը օտար պետությանն է ծառայում։ Ես տեղեկություն ունեմ եւ բազմիցս հայտարարվեց, որ իր եղբայրը եւ ինքը գործակալներ են։ Բազմիցս հայտարարվեց երկրի բարձրագույն ամբիոնից։ Բայց ապացույց չներկայացվեց, կներեք։ Եղբոր վերաբերյալ թուղթ հրապարակվեց, չէ՞։ Իսկ կաթողիկոսը, ոչ էլ եղբայրը, ոչ հերքում են, ոչ էլ դատի են տալիս։ Թող դատի տան։ Դե գուցե Գարեգին երկրորդը ամենայն հայոց հայրապետի դիրքերից է նայում այս ամեն ինչին ու ասում է, որ դե իմ զավակներն են, հիմա կարող է սխալել, թույլ տան ինչպես դատի տամ։ Գուցե դիրքերից է նայում, որ դատի չի տալիս։ Չեմ կարծում, իսկ երբ որ շինարարների այդ խնդիրներ են ունենում, այդ ինչպես է ստացվում, որ մտնում են դատարան։ Չեն նայում, որ իրենց զավակների հետ գործում են։ Կամայակ շինարարների դատի է տվել կաթողիկոս։ Բազմիցս դատեր կան։ Հայ եկեղեցին գնացեք հետաքրքրվեք։ Բազմաթիվ դատեր ունի դատարաններում։ Տարբեր հարցերով, կլինի հողային, կլինի գույքային, կլինի շինարարների հետ կապված։ Ինչի մասն է խոսքը։ Այդ ժամանակ չեն մտածում, որ իրենց զավակներն են։ Ես ասեցի, չեմ ուզում այստեղ շատ ծավալվել, երկու հիմնական պատճառ ունեմ։ Ուրեմն առաջինը իմ ուխտը վերաբերում է մեր հավատքին։ Երբ որ սրբապղծությունը հովանավորվում է, այլ խոսքով երբ որ դու չես պատժում, նշանակում է հովանավորում ես, երբ որ անտեսում ես ամեն տեսակի փորձաքննություն, եւ երբ որ մեր պետականության հանդեպ կատարվում է ոտնձգություն։ Մեր ներքաշված լինելը քաղաքականության մեջ ես համարում եմ ոտնձգություն մեր պետականության հանդեպ կապ չունի ով կլինի օրվա իշխանությունը։ Դա մեծ հաշվով չպիտի հետաքրքրի։ Իշխանությունը ընտրում է ժողովուրդը։ Ումը կընտրի ժողովուրդը, մենք պարտավոր ենք նրանց ընդունել իբրև պետությունը ներկայացնողներ։ Այսքանը կներեք, իմ բանը ավելացնեմ։ Եվ եթե կաթողիկոսը չէր ուզում, որպեսզի այս 10 եպիսկոպոսները բողոքի ձայն բարձրացնեն, թող չհրապարակեր Արշակ arczepiskopos Խաչատրյանի վերաբերյալ նյութերը։ Կաթողիկոսն է հրապարակել։ Կաթողիկոսի հրահանգով է հրապարակվել։ Կաթողիկոսն է, չէ, մի րոպե, աղմկարից բան եք ասում, այսինքն դա կաթողիկոսն է նկարել, մի րոպե։ Կներեք, քննչական կոմիտեն ունի հարուցած գործ։ Հա։ Ինչի հիման վրա է հարուցել։ Համացանցում հրապարակ։ Համացանցում կա, չէ՞, նաև տեղեկություն, թե այդ արտահոսքը որտեղից։ Կոմպրոմատներ ունի կաթողիկոսը հոգևորականների վրա։ Կներեք, այս շրջանում, խնդրում եմ թույլ տվեք։ Խնդրում եմ, այո, ձեր հետ։ Ասում են, տեսեք այս շրջանում մեր դեմ ամեն տեսակի հերյուրանքներ, չգիտեմ, լուտանքներ, բամբասանքներ, ինչ ասես տարածվեց։ Ես չեմ կարծում, որ դուք այն կարծիքին եք, որ այդ պատվերը տրվել էր մեր դեմ։ Չէ, դուք են մի թեմայից շարունակեք խոսել, սրբազան ասացիք, այսինքն կաթողիկոսը տեսախցիկներ է դրվել կաթողիկոսի իմացությամբ։ Չգիտեմ ով է դրել, եթե չեր ուզում ես ամեն ինչը, թող չհրապարակեին, որովհետև
շատ նեղված էին, երբ որ Արշակ Սրբազանին չէին ձերբակալել, ընդամենը 2 arczepiskopos էր ձերբակալվել։ Շատ նեղված էին ու սպասում էին, թե երբ պիտի Արշակ Սրբազանին ձերբակալել։ Ուզում եք ճշմարտությունը իմանալ, գնացեք հետաքննեք։ Դե պատմեք։ Շնորհակալություն, պատմեք։ Ներողություն, մենք մի քանի հարց ունենք Սրբազան, եւ դուք լսել եք, որ հանրության մի շրջան, հա, մի մաս կա, որ ձեզ 10 եպիսկոպոսներից անվանում են տիրադավներ, սրան ինչպես արձագանքեք։ Ովքեր մեզ անվանում են տիրադավ, նա հայրենավաճառ է, հայրենադավ է։ Հիմա դուք Դա պատրաստվում եղավ պատասխանը։ Դուք հիմա պատրաստվում եք դեպքերն, քանի որ ազատված եք եւ նոր հոգեվորական է այստեղ նշանակված։ Իդեպ այս թեման հենց կաթոլիկոսի կողմից պատրաստվում եք դուրս գալ։ Վանեցյանը ԱԱՑ նախկին տնօրեն հարցազրույցներից մեկում ասաց, որ գիտենք այս հոգեվորականների վրա ինչ կոմպրոմատներ կան։ Գիտեք, որ ժամանակին ինքը զբաղվեց։ Ձեզ չեն վախեցրել կոմպրոմատով։ Բացատրեք։ Մոնա գալը։